Ամեն ինչ սկսվեց մի սովորական երեքշաբթիից, երբ աշնանային անձրևը ծեծում էր մեր հին երևանյան պատշգամբի ապակիները։ Արամը, ինչպես միշտ, լուռ էր։ Նա վերջին ամիսներին դարձել էր մի տեսակ թափանցիկ։ Կարծես ֆիզիկապես ներկա էր մեր տանը, բայց նրա միտքն ու հոգին թափառում էին ինչ-որ հեռու, ինձ համար անհասանելի վայրերում։ Մենք 10 տարի է ինչ ամուսնացած էինք, եւ ես կարծում էի, թե գիտեմ նրա ամեն մի շնչառությունը, ամեն մի հայացքի նշանակությունը։ Բայց այդ օրը ես առաջին անգամ նկատեցի այն, ինչը հետագայում պիտի դառնար իմ ամենօրյա մղձավանջը եւ ի վերջո իմ տարօրինակ սփոփանքը։ Երեկոյան ժամը ճիշտ 8-ին նա վերցրեց իր վերարկուն, առանց որևէ բառ ասելու մոտեցավ դռանը։ Ես սովորաբար չէի հարցնում, թե ուր է գնում, մտածելով, որ միգուցե մաքուր օդի կարիք ունի կամ ընկերների հետ է հանդիպում։ Բայց այդ օրը նրա հայացքում կար մի տեսակ տագնապալից վճռականություն։ Նա դուրս եկավ, իսկ ես, չգիտես ինչու, մոտեցա պատուհանին։ Տեսա, թե ինչպես նա նստեց մեքենան ու շարժվեց դեպի քաղաքի մյուս ծայրը։ Հաջորդ օրը նույնը կրկնվեց։ Ժամը 8-ին նա անհետանում էր ու վերադառնում ուղիղ 2 ժամ անց, ժամը 10-ին։ Նրա հագուստից բուրում էր մի տարօրինակ հոտ, ոչ թե կանացի օծանելիքի, այլ ինչ-որ թաց հողի ու մոմի խառնուրդի։ Ես սկսեցի կասկածել. դավաճանություն։ Միգուցե նա մեկ ուրիշին ունի։ Այդ միտքը կրծում էր ինձ ներսից, բայց ես վախենում էի հարցնել։ Վախենում էի լսել ճշմարտությունը, որը կարող էր փշրել իմ թվացյալ հանգիստ կյանքը։ Մի շաբաթ անց ես այլևս չդիմացա։ Երբ նա դուրս եկավ տանից, ես արագ հագնվեցի, նստեցի տաքսի ու խնդրեցի վարորդին հետևել նրա մեքենային։ Մենք անցանք կենտրոնը, հետո շարժվեցինք դեպի Քանաքեռի բարձունքները։ Արամը կանգ առավ մի հին, կիսախարխուլ շենքի մոտ, որի պատուհաններից միայն մեկն էր լուսավորված։ Նա մեքենայից հանեց մի փոքրիկ տոպրակ ու մտավ ներս։ Իմ սիրտը սկսեց արագ բաբախել։ Ահա եւ վերջ, մտածեցի ես։ Հիմա ես կտեսնեմ նրան այն կնոջ հետ, ում համար նա ամեն օր լքում է ինձ։ Ես սպասեցի մոտ 10 րոպե, հետո իջա մեքենայից ու մտա շենքի մուտքը։ Բարձրացա 3-րդ հարկ։ Դուռը կիսաբաց էր։ Ես շունչս պահած նայեցի ներս։ Բայց այնինչ տեսա, բոլորովին նման չէր դավաճանության այն տեսարանին, որը ես պատկերացրել էի։ Սենյակում նստած էր մի տարեց կին, շատ նիհար, գրեթե թափանցիկ մաշկով։ Նա նստած էր անվասայլակին ու նայում էր պատուհանից դուրս։ Արամը ծնկի էր եկել նրա առջև ու սկսել էր տոպրակից հանել ուտելիքը։ Նա դանդաղ, համբերատարությամբ կերակրում էր այդ կնոջը։ Հետո սկսեց սանրել նրա ճերմակ մազերը։ Նրանք չէին խոսում։ Լռությունը այնքան խորն էր ու ծանր, որ ես զգացի, թե ինչպես են արցունքներս հոսում այտերովս։ Ես տուն վերադարձա նրանից առաջ։ Ողջ գիշեր չքնեցի։ Ո՞վ էր այդ կինը։ Ինչու էր Արամը թաքցնում դա ինձնից։ Հաջորդ օրերին ես շարունակում էի հետևել նրան, բայց արդեն ոչ թե կասկածով, այլ մի տեսակ տարօրինակ հետաքրքրությամբ։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա ամեն օր նույն ժամին գնում այնտեղ, ինչպես է խնամում այդ կնոջը, ինչպես է երբեմն գլուխը դնում նրա ծնկներին ու լաց լինում։ Մի օր ես որոշեցի խոսել։ Երբ նա վերադարձավ, ես չսպասեցի, որ նա հանի վերարկուն։ Արամ, ո՞վ է նա, հարցրի ես շատ հանգիստ։ Նա քարացավ։ Նրա ուսերը կախվեցին ու ես տեսա, թե ինչպես է նա միանգամից ծերանում իմ աչքի առաջ։ Դու գիտես, հազիվ լսելի ձայնով ասաց նա, ես տեսել եմ։ Ամեն օր։ Ինչու ինձ չես ասել։ Նա նստեց բազմոցին ու պատմեց մի պատմություն, որի մասին ես երբեք չէի լսել։ Պարզվեց, որ 15 տարի առաջ, երբ նա դեռ երիտասարդ էր ու անփորձ վարորդ, մի անձրևոտ գիշեր նա վրաերթի էր ենթարկել մի երիտասարդ աղջկա։ Այդ աղջիկը ողջ էր մնացել, բայց ընդմիշտ գանվել էր անվասայլակին։ Արամին դատել էին, նա իր պատիժը կրել էր, բայց այդ օրվանից նա իրեն չէր ներել։ Այդ կինը նրա զոհն էր, Անին։ Անիի ծնողները մահացել էին, նա մնացել էր միայնակ, ու Արամը որոշել էր իր ողջ կյանքը նվիրել նրա խնամքին, որպես քավություն իր մեղքի։ Ես չէի ուզում քեզ խառնել սրա մեջ, մանե, ասաց նա նայելով հատակին։ Սա իմ խաչն է, իմ դժոխքը։ Ես չէի ուզում, որ դու կիսես այս ցավը։ Այդ պահից մեր կյանքը փոխվեց։ Սկզբում ես զգում էի մի տեսակ խանդ, բայց ոչ թե կնոջ հանդեպ, այլ այն ժամանակի, որը նա նվիրում էր իր անցյալի սխալին։ Սակայն ժամանակի ընթացքում ես սկսեցի նկատել մի բան, որը ինձ ապշեցրեց։ Այն սերը, որով նա խնամում էր Անիին,
Այն նվիրումը, որով նա փորձում էր թեթևացնել նրա տառապանքը, դա աշխարհի ամենաազնիվ ու ամենացավոտ բանն էր։ Նա ամեն օր անում էր դա։ Ամեն օր ժամը 8-ին նա գնում էր այնտեղ։ Եվ գիտեք, ժամանակի ընթացքում դա սկսեց ինձ դուր գալ։ Այո, տարօրինակ է հնչում, բայց ես սկսեցի սիրել Արամի այդ կողմը։ Ես սկսեցի սիրել նրա մեջ եղած այդ հսկայական պատասխանատվությունը, նրա խիղճը, որը թույլ չէր տալիս նրան շրջվել ու մոռանալ։ Մի օր ես ասացի նրան. «Արամ, այսօր ես էլ եմ գալիս քեզ հետ»։ Նա նայեց ինձ զարմացած։ Հետո նրա աչքերում մի փոքրիկ լույս վառվեց։ Մենք միասին գնացինք։ Ես սկսեցի օգնել նրան։ Ես սկսեցի Անիի համար ծաղիկներ տանել, նրան նոր գրքեր կարդալ։ Այն կիսախարխուլ բնակարանը, որը սկզբում ինձ համար դավաճանության որջ էր թվում, դարձավ մեր ընտանիքի հոգևոր կենտրոնը։ Մենք սկսեցինք ավելի շատ խոսել։ Արամը բացվեց։ Նա պատմեց իր վախերի մասին, այն գիշերների մասին, երբ չէր կարողանում քնել հիշողություններից։ Իսկ ես զգացի, որ մեր սերն ավելի խորացավ։ Դա արդեն միայն երկու մարդու սեր չէր, դա միասնական ուժ էր, ուղղված մեկ այլ մարդու ցավը մեղմելուն։ Անին շատ չխոսեց։ Նա մեզ նայում էր իր մեծ տխուր աչքերով, եւ ես երբեմն տեսնում էի նրա շուրթերին մի թեթև ժպիտ։ Այդ ժպիտը մեզ համար ավելի թանկ էր, քան աշխարհի բոլոր հարստությունները։ Անցան տարիներ։ Անին հեռացավ կյանքից մի խաղաղ ձմեռային առավոտ։ Մենք նրա կողքին էինք։ Արամը բռնել էր նրա ձեռքը, իսկ ես նրա մյուս ձեռքը։ Նրա վերջին հայացքը լի էր շնորհակալությամբ։ Այդ պահին ես հասկացա, որ եթե Արամը չաներ այն, ինչ անում էր ամեն օր, եթե նա չլիներ այդքան դավաճան իր ընտանեկան հանգստին, նա երբեք չէր լինի այն մարդը, ում ես սիրում եմ այսօր։ Հիմա, երբ ժամը 8-ն է լինում, մենք երբեմն պարզապես նստում ենք մեր պատշգամբում ու լռում։ Այդ սովորությունը, ամեն օր ինչ-որ մեկի մասին մտածելը, ինչ-որ մեկի համար ապրելը, դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Ես սիրեցի նրա այդ դավաճանությունը, որովհետև դա դավաճանություն չէր մեր սիրուն, այլ հավատարմություն էր մարդկային հոգում։ Երբեմն մարդիկ կարծում են, թե սերը միայն ծաղիկներն ու ուրախությունն են, բայց իմ պատմությունը ուրիշ բանի մասին է։ Այն մասին է, թե ինչպես կարելի է սիրել մարդու ցավը, նրա մեղքը ու նրա քավությունը։ Եվ երբ ես հիշում եմ այն օրերը, երբ հետևում էի նրան տաքսիով, ես ժպտում եմ։ Ես վախենում էի կորցնել նրան, բայց իրականում ես գտա նրան հենց այնտեղ, այն մութ ու ցուրտ սենյակում, որտեղ նա ամեն օր փորձում էր լույս վառել մի մարող հոգու համար։ Նա ամեն օր անում էր դա, եւ ես սկսեցի դա սիրել։ Սիրեցի, որովհետև դա ինձ սովորեցրեց ներել, հասկանալ ու ամենակարևորը սիրել առանց նախապայմանների։ Այսօր մեր տանը տիրում է մի խաղաղություն, որը հնարավոր չէ բացատրել բառերով։ Դա այն մարդկանց խաղաղությունն է, ովքեր անցել են դժոխքի միջով ու միասին դուրս եկել այնտեղից, ձեռք ձեռքի տված։ Եվ եթե հիմա ինչ-որ մեկը ինձ հարցնի, թե որն է իրական սիրո գաղտնիքը, ես կպատմեմ Արամի ու նրա ամենօրյա ճանապարհի մասին։ Ճանապարհ, որը սկսվեց որպես գաղտնիք, բայց դարձավ մեր փրկությունը։